Հրաշք ձուն ուկրաինական հեքիաթ։ Ժամանակով Արտույտը թագավոր էր, Մուկը թագուհի, և իրենց արդն ունեին։ Ցորեն էին ցանում, բերք հավաքում։ Մի անգամ ցորենն իրար մեջ բաժանելիս մի ավել հատիկ մնաց։ Մուկն ասաց. ավելն ինձ։ Արտույտը թե չէ ինձ։ Ինչ անեն չգիտեն։ Իրենցից մեծ մեկն էլ չկա, որ արդար դա տանի։ Վերջը Մուկն ասում է. դե լավ, արի կեսը կծեմ, կեսը քեզ տամ։ Թագավոր Արտույտը համաձայնում է, բայց Մուկը հատիկը գցում է բերանը թե չէ, կուլ է տալիս և փախչում մտնում ծակը։ Արտույտը հավաքում է իր տերության բոլոր հավքերին և կռիվ գնում մկան վրա։ Մուկն էլ հավաքում է անտառի բոլոր գազաններին ու մեծ պատերազմ է սկսվում։ Գազանները նետվում են հավքերի վրա, որ պատառոտեն։ Սրանք թառում են ծառերի բարձր ճյուղերին։ Հավքերն էլ ինչ գազանի ուզում են կցահարեն, սրանք իսկույն իրենց որջերն են մտնում։ Այդպես կռվում են ամբողջ օրը։ Իրիկնադեմին մեկ էլ թագուհի Մուկը հիշում է, որ միջատները կռվի չեն եկել։ Հրամայում է կանչել նրանց։ Միջատները հավաքվում են։ Թագուհին պատվիրում է գիշերը թաքուն բարձրանալ ծառերը և մինչև լուսաբաց բոլոր հավքերի թևերի փետուրները կրծել թափել։ Լույսը բացվելուն պես թագուհին իր զորքը տանում է կռվի դաշտ։ Հավքերը հենց այն է ուզում են թռչել, թևերը անճար կախվում են և ընկնում են ցած։ Գազանները էդպես բոլորին պատառոտում են։ Միայն արծիվն է գլխի ընկնում, որ հավքերի բանը բուրդ է և տեղից չի շարժվում։ Մեկ էլ որտեղից որտեղ մի որսկան է հայտնվում։ Սա տեսնում է ծառին թառած արծվին և նշան է բռնում, որ զարկի։ Արծիվը լեզու է առնում ու ասում. մի սպանիր ինձ, ով բարի մարդ, ես քո լավությունը չեմ մոռանա։ Որսկանը երկրորդ անգամ է նշան բռնում, արծիվը նորից է խնդրում. ավելի լավ է տար ինձ տունդ, երակրիր, առողջացրու և կտեսնես, թե ինչ լավություն կանեմ։ Որսկանը մեկ անգամ էլ է նշան բռնում, արդեն երրորդ անգամ։ Արծիվը նորից է խնդրում. ով բարի մարդ, գթա ինձ, մի սպանիր, քո լավության տակից դուրս կգամ։ Որսկանն այս անգամ արդեն հավատում է արծվին, ծառից իջեցնում է, տանում տուն։ Ճամփին արծիվն ասում է որսկանին. տար ինձ տուն և էնքան միս տուր, որ թևերս նորից փետրավորվեն ու ժառնեն։ Որսկանը երկու կով ու մի գոմեշ է ունենում, գալիս է տուն, բռնում մի կովը մորթում է, տալիս արծվին։ Արծիվը մի տարի ուտում է կովի միսը, վերջացնում, հետո ասում է որսորդին. դե հիմի բաց թող ինձ, թռչեմ, տեսնեմ թևերս ու ժառել են։ Մարդը բաց է թողնում, արծիվը թռչում է, ճաշին հետ տուն է գալիս ու ասում. չէ, թևերս դեռ շատ ուժեղ չեն, մի կով էլ մորթիր։ Որսկանը մի կով էլ է մորթում։ Արծիվը մի տարի ուտում է կովը և նորից թռչում։ Թռչում է համարյա ամբողջ օրը։ Իրիկունը հետ է գալիս ու ասում. գոմեշդ էլ մորթիր։ Որսկանը միտք է անում, մորթի թե չմորթի, հետո իրեն ասում է. շատը ձեռիցս գնաց, թող էս էլ գնա։ Եվ մորթում է նաև գոմեշը։ Արծիվը գոմեշն էլ է մի տարի ուտում, հետո թռչում է բարձր, հասնում ամպերին, հետ է գալիս և ասում որսկանին. շնորհակալ եմ, բարի մարդ, ինձ կերակրեցիր, թևերս ու ժառան, հիմի նստիր մեջքիս, տանեմ քեզ։ Մարդը հարցնում է. նստեմ, որ ինչ։ Արծիվը նորից. ասում եմ, նստիր մեջքիս։ Մարդը նստում է։ Արծիվը նրան հասցնում է ամպերին, այնտեղից բաց թողնում։ Մարդը ընկնում է, բայց գետնին չհասած, արծիվը բռնում է նրան և հարցնում. ասա տեսնեմ, ինչ զգացիր։ որ ոչ մեռած եմ, ոչ կենդանի։ Արծիվն ասում է. ես էլ էի էդ զգում, երբ նշան էիր բռնել, որ սպանեիր ինձ։ Հետո նորից է դառնում մարդուն. նորից նստիր մեջքիս։
Մարդը շատ էլ չի ուզում նստի, բայց դե ճարն ինչ, նստում է։ Արծիվը նորից է տանում նրան մինչև ամպերը, այնտեղից բաց թողնում, բայց գետնից մի քիչ բարձր բռնում է եւ հարցնում. «Էս անգամ ինձ զգացիր»։ Ասես ոսկորներս ջարդուխուրդ եղած պրծած էին։ Ես էլ էն, որ նորից էիր նշան բռնել, էդպես էի զգում, դե էլի նստիր։ Մարդը անխոս նստում է, արծիվը նորից է նրան տանում մինչև ամպերը, այնտեղից բաց թողնում եւ համարյա գետնին բռնում ու հարցնում. «Ինչ զգացիր, որ գետնին էիր զարկվելու»։ Գնացի են աշխարհը, հետ եկա։ Ես էլ, միտքդ է, որ երրորդ անգամ ուզեցիր ինձ սպանել։ Դե լավ, մեր մեջ էլ հաշիվ չկա, ոչ ես եմ քեզ պարտք, ոչ էլ դու ինձ։ Հիմի նստիր մեջքիս, թրջենք իմ տերությունը։ Նստում են, թրջում են, շատ ու քիչը իրենք գիտեն, հասնում են արծվի քեռու տերությունը։ Արծիվն ասում է. «Գնա, քեռուս տունը մտիր, թե հարցնեն, չես տեսել մեր եղբորորդուն, կասես, թե հրաշք ձուն ինձ տաք, կբերեմ ձեր դեմը կկանգնեցնեմ»։ Մարդը ներս է մտնում ու հարցնում են իրեն. «Դու քո հոժար կամքով ես եկել, թե ուղարկել են»։ «Նամուսով կոզակն ամեն բան հոժար կամքով է անում», հարցնում են։ «Մեր եղբորորդուց լուր չունես»։ 3 տարի է կռիվ է գնացել, ոչ ինքն է գալիս, ոչ էլ լուր է տալիս։ Մարդն ասում է. «Հրաշք ձուն տվեք ինձ, նրան բերեմ ձեր առջև կանգնեցնեմ։ Թե հրաշք ձուն պիտի տանք, ավելի լավ է մեր եղբոր որդուն չտեսնենք»։ Մարդը գալիս ասում է արծվին. «Ասացին, ավելի լավ է մեր եղբոր որդուն չտեսնենք, քան հրաշք ձուն տանք»։ Արծիվն ասում է. «Թռանք»։ Թռչում են, թռչում, հասնում են արծվի եղբոր տերությունը։ Էստեղ էլ մարդը նույն բանն է ասում, ինչ քեռու տանը, բայց հրաշք ձուն նրան չեն տալիս։ Արծիվը նրան շալակն է առնում եւ նորից են թռչում։ Թռչում են, թռչում, հասնում են արծվի հոր տերությունը։ Արծիվն ասում է. «Մտիր տուն, թե ինձնից հարցնեն, ասա տեսել եմ, թե որ հրաշք ձուն տաք, կբերեմ ձեր առջև կկանգնեցնեմ»։ Մարդը տուն է մտնում, հարցնում են. «Դու քո հոժար կամքով ես եկել, թե ուղարկել են»։ «Նամուսով կոզակը ամեն բան հոժար կամքով է անում», պատասխանում է մարդը։ Հարցնում են. «Մեր որդուն չես տեսել, 3 տարի է կռիվ է գնացել, չկա ու չկա»։ «Վայ թե սպանել են»։ «Տեսել եմ», ասում է մարդը, «հրաշք ձուն ինձ տվեք, բերեմ ձեր առջև կանգնեցնեմ»։ «Ինչիդ է պետք հրաշք ձուն», ասում է հայր արծիվը, «ավելի լավ չի ուզածիդ չափ փող տանք»։ «Ինձ միայն հրաշք ձուն տվեք, չեք տալիս, դուք գիտեք»։ «Դե լավ, գնա բեր մեր որդուն», ասում է հայր արծիվը, «հրաշք ձուն քոնն է»։ Մարդը արծվին ներս է բերում, սրա հայրն ու մայրը ուրախանում են, աշխարհով մեկ լինում, հրաշք ձուն մարդու ձեռքն են տալիս ու խրատում։ «Միայն թե տես, որ ճամփին չջարդես, հա։ Տուն որ հասնես, բարձր ցանկապատ կսարքես, նոր ներսում ձուն կջարդես»։ Մարդը ուրախ ճամփա է ընկնում։ Գնում է գնում, մեկ էլ ծարավում է, ուզում է ջուր խմի։ Դես է նայում, դեն մի ջրհոր է տեսնում։ Կռանում է, որ ջուր խմի, ձուն դիպչում է ջրհորի պռնկին, ջարդվում։ Ինչ անասուն ասես, որ դուրս չի գալիս ձվի միջից, դուրս է գալիս ու դուրս է գալիս, վերջը չի երևում։ Մարդը գլուխը կորցրած հարայ հրոց է գցում, այս կողմ, այն կողմ է վազվզում, որ անասուններին էլի հետ ձվի մեջ հավաքի, չի լինում։ Մեկ էլ որտեղից որտեղ մի վիշապ է հայտնվում, ասում. «Ինչ կտաս ինձ, եթե անասունները հավաքեմ հետ ձվի մեջ ու տամ ձեռքդ»։ «Ես ինչ իմանամ», ասում է մարդը։ Վիշապն էլ թե. «Էն կտաս, ինչ քո տանը հայտնի չի քեզ»։ «Համաձայն եմ», ասում է մարդը։
Վիշապը անասուններին հավաքում է ձվի մեջ ու տալիս մարդու ձեռքը։ Որսկանը գալիս է տուն և ինչ տեսնում։ Իր գնալուց հետո արու զավակ է ծնվել։ Ձեռքը ծնկանն է զարկում ու վայ, էս ինչ օին բերի գլխիս, երեխիս տվի վիշապին։ Մարդ ու կին տխուր տրտում նստում են, չգիտեն ինչ հող տան գլխներին։ Վերջը ասում են. «Սոք ու շիվան անելով բան չի դուրս գա, եղած է, երևի էս է մեր բախտը, ինչ արած»։ Եվ մարդը բերում բարձր ցանկապատով փակոց է սարքում, հրաշք ձուն ջարդում է, անհամար անասունները բաց թողնում, հարստանում են։ Այսպես առօգ-փառօգ ապրում են, մինչև որդին մեծանում է։ Օրերից մի օր էլ ասում է. «Այ հեր, դու խոստացել ես ինձ վիշապին տալ, դե ժամը հասել է, պիտի գնամ»։ Հոր ու մոր ձեռքը համբուրում է ու գնում։ Գալիս է վիշապի մոտ, սա ասում է. «Մի գիշերվա մեջ այս դաշտը պիտի կոճղահան անես, վարես, ցորեն ցանես, հնձես, դես դնես, ցորենի ալյուրից էլ բոքոն հաց թխես, որ առավոտ ծեքին վեր կենամ, սեղանին լինի»։ Տղան մոլորված գնում է, չգիտի ինչ անի, մի պատի տակ նստում լաց է լինում։ Դու մի ասի, վիշապը իր աղջկան կենթանի թաղել էր այդ պատի մեջ, և աղջիկը հարցնում է. «Ինչու ես լաց լինում, այ տղա»։ «Բա ինչ անեմ, որ լաց չլինեմ, վիշապը էնպիսի մի խնդիր է տվել, որ ես չեմ կարող տակից դուրս գալ, մի գիշերվա մեջ էդքան գործ ոնց անեմ»։ Աղջիկն ասում է. «Ասա տեսնեմ, ուզածն ինչ է»։ Տղան ամեն ինչ պատմում է։ Աղջիկն ասում է. «Թե ինձ կին առնես, վիշապի ասած բաները մի գիշերվա մեջ կանեմ»։ Տղան թե համաձայն եմ։ Աղջիկն ասում է. «Դե դու հիմա թեք ընկիր քնիր, առավոտը կելնես, բոքոն հացը կտանես վիշապին»։ Վիշապի աղջիկը գնում է դաշտ։ Հենց որ շվվացնում է, դաշտը ճակճկվում է, տրակվում, իրեն կոճղահան լինում, ինքն իրեն վարում է, ցորեն ցանում։ Առավոտ ծեքին աղջիկը բոքոն հաց է թխում, տակ տալիս է տղայի ձեռքը։ Սա բերում է վիշապի տունը, դնում սեղանին, ոնց որ ասել էր։ Վիշապը զարթնում է, տնից դուրս գալիս, տեսնում երեկվա անտառը հնձած արտ է դարձել, մեջն էլ խոտի շատ դեզեր են կանգնած։ Ասում է. «Լավ, էս մի խնդիրս կատարեցիր, հիմա էլ մի ուրիշը, թե չկատարեցիր, վերջդ կգա։ Մի գիշերվա մեջ պիտի այն սարը հողին հավասարեցնես, որ Դնեպրը էնտեղով հոսի, Դնեպրի ափին էլ ամբարներ սարքես, որ նավերը գան, էդ ցորենն առնեն, տանեն։ Ես էլ որ առավոտ ծեքին զարթնեմ, տեսնեմ ամեն բան արած պատրաստած»։ Նորից տղան մոլորված գնում է, նստում նույն պատի տակ ու լաց լինում։ Վիշապի աղջիկը հարցնում է. «Ինչու ես լաց լինում»։ Տղան ամեն ինչ պատմում է, աղջիկը նորից է ասում. «Դու քնիր, մնացածը իմ գործն է»։ Ու որ չի շվվացնում, սարը փուլ է գալիս, հողին հավասարվում, Դնեպրը սկսում է նոր հունով հոսել, ափին ամբարներ են կանգնում։ Վիշապի աղջիկը արթնացնում է տղային, որ սա ցորենը վաճառականներին ծախի, նավերը բարձեն տանեն։ Վիշապը վեր է կենում, տեսնում ամեն ինչ ոնց ասել էր արած է։ Իր երրորդ խնդիրն է ասում. «Էս գիշեր պիտի ոսկի նապաստակ բռնես, առավոտ կանուխ բերես ինձ»։ Խեղճը նորից լաց լինելով գնում նստում է քարի պատի տակ։ Վիշապի աղջիկը հարցնում է. «Հիմա ինչ է պատահել»։ Տղան պատմում է ամեն ինչ։ «Էս մեկն արդեն դժվար բան է, ոնց բռնենք ոսկի նապաստակին, չգիտեմ։ Բայց արի գնանք, բնի տեղը ես գիտեմ, մի ճար կանենք, դու կկանգնես բնի առաջ, ես ներս կմտնեմ, դուրս կքաշեմ,
Միայն թե տես, ինչ որ դուրս կա այնտեղից, կբռնես, բաց չթողնես, դա հենց ոսկի նապաստակն է լինելու։ Աղջիկը մտնում է նապաստակի բույնը, մի քիչ հետո տղան տեսնում է բնից ֆշշալով մի օձ դուրս եկավ, չի բռնում, բաց է թողնում, աղջիկը դուրս է գալիս հարցնում, դուրս եկող չեղավ ինչ է, եղավ, բայց օձ էր, վախեցա, որ կծի, բաց թողեցի, տեսար գլուխս ինչ բերիր, բա քեզ չասի, որ ինչ դուրս գա, ոսկի նապաստակն է, դե ես էլի եմ բույնը մտնում, ով էլ որ դուրս ելնի ու ասի, թե ոսկի նապաստակը էստեղ չի, չհավատաս, բռնիր։ Աղջիկը նորից է ներս մտնում, մի քիչ հետո բնից դուրս է գալի մի զառամյալ պառավ ու տղային հարցնում է, որդիս, էս կողմերում ինչ ես անում։ Ուզում եմ ոսկի նապաստակին բռնեմ, ասում է տղան։ Ինչ ոսկի նապաստակ, ինչ բան, էստեղ ոսկի նապաստակ չկա։ Պառավն այսպես ասում, թողնում, գնում է։ Աղջիկը դուրս է գալիս բնից, տեսնում նապաստակը չկա, հարցնում է. բնից ոչ ոք դուրս չեկավ։ Մի պառավ դուրս եկավ, հարցրեց, թե ինչ եմ անում էս կողմերում, ասի ոսկի նապաստակին եմ ուզում բռնել, նա թե էստեղ նապաստակ բան չկա, բաց թողի գնաց։ Աղջիկն ասում է, ինչի ես բաց թողել, ախր դա հենց ոսկի նապաստակն է եղել։ Դե հիմի արդեն էլ ոչ մի տեղ ոսկի նապաստակ չես ճարի, ձեռքներիցս բաց թողեցինք, ինչ անենք։ Լավ, արի ես ոսկի նապաստակ դառնամ, դու ինձ տար դիր վիշապի սեղանին, միայն թե տես, հա, ձեռը չտաս, թե չէ մերս ինձ կճանաչի, ինձ էլ, քեզ էլ պատար կանի։ Ասածն ու արածը մեկ է լինում, նապաստակ է դառնում, տղան նապաստակն առնում, տանում է դնում վիշապի առաջ, սեղանին, և ասում. դե, էս էլ ոսկի նապաստակը, հիմի ինձ բաց թող, գնամ մեր տուն։ Վիշապն ասում է, լավ, գնա։ Տղան գնում է։ Վիշապն էլ տնից դուրս է գնում, թե չէ, նապաստակը նորից է աղջիկ դառնում, վազում տղայի հետևից։ Երկուսով փախչում են, ոնց են փախչում։ Վիշապը հետ է գալիս, տեսնում նապաստակը չկա, գլխի է ընկնում, որ դա իր աղջիկն է եղել ու փրփրած հետևներից է ընկնում, որ պատառոտի։ Բայց մեկ էլ միտքը փոխում է, մարդուն է ուղարկում։ Հայր վիշապը վազում է փախստականների հետևից։ Սրանք լսում են, ոնց է գետինը դմդմփում, չգիտեն ինչ անեն, ոնց փրկվեն։ Աղջիկն ասում է. հայրս ուր որ է մեզ կհասնի, արի ես ցորենի արտ դառնամ, դու էլ պահակ, թե հայրս հարցնի, չտեսար մի աղջիկ ու տղա որ կողմը գնացին, կասես, որ էս ցորենը նոր էի ցանում, երբ գնացին։ Վիշապը հասնում է արտին, հարցնում ծերունուն, չտեսար, որ կողմը գնացին մի ջահել աղջիկ ու տղա։ Տեսա, այ այն կողմը, ցույց է տալիս ծերունին։ Վաղուց են գնացել։ Էս ցորենը նոր սկսել էի ցանել, որ գնացին։ Վիշապն ասում է. Էս ցորենն արդեն հնձելու է, իսկ այդ աղջիկն ու տղան երեք են փախել։ Վիշապը հետ է դառնում, գալիս տուն։ Աղջիկը նորից է մարդ դառնում, ծերունուն տղա դարձնում ու փախչում են։ Հայր վիշապը գալիս է տուն, կինը հարցնում է. հը, հետևներից չհասար, ճամփին էլ ոչ ոքի չտեսար։ Տեսա, մի ալևոր նստած էր ցորենի արտի մոտ, հարցրի, թե էստեղով ջահել աղջիկ ու տղա չեն անցել, նա թե էս ցորենը նոր սկսել էի ցանել, որ գնացին։ Նայեցի, ցորենը արդեն հնձելու է, հետ եկա տուն։ Կնիկն ասում է, պիտի էդ ալևորին ու ցորենի արտը պատար անեիր, իրար խառնեիր, ախր էդ հենց իրենք են եղել։ Դե լավ, հիմա ես եմ գնում, դու անելիք չունես, ասում է ու թռչում։ Վիշապի թաթերի տակ գետինը տնքում է, փոթփոթվում։ Մեկ էլ տղան ու աղջիկը հետ են նայում, տեսնում են մայր վիշապը
ուր որը հետևներից հասնելու է, աղջիկն ասում է. Էս անգամ արդեն կորած ենք, հետևներիցս մայրս է գալիս, հիմի քեզ գետ կդարձնեմ, ես էլ ձուկ կդառնամ։ Այդպես էլ անում է։ Վիշապը վրա է հասնում, դառնում գետին, թե փախար, հա, ասում եւ տեղն ու տեղը շնաձուկ է դառնում, ընկնում է ձկան ետևից։ Ինչքան ուզում է բռնի, ձուկն իր սուր փշերն է ամեն անգամ դեմ անում։ Ինչ անում է, չի կարողանում բռնի։ Վերջը որոշում է գետը ցամաքեցնել, որ բռնի։ Խմում է ջուրը, խմում, այնքան է խմում, որ տրաքվում է։ Եվ աղջիկը, որ ձուկ էր դարձել, ասում է տղային, որին գետ էր դարձրել. Արդեն էլ վախենալու բան չունենք, հիմա գնանք ձեր գյուղը, կմտնես տուն, բայց տես, բոլորին կհամբուրես, միայն քեռուդ երեխային չհամբուրես, հենց որ էդ երեխային համբուրեցիր, ինձ մոռանալու ես, տես հա։ Ես էլ մեկի մոտ ծառա կմտնեմ։ Տղան տուն է մտնում, բոլորի ձեռքը համբուրում է և իրեն մտածում. քեռուս երեխային որ չհամբուրեմ, բա իմ մասին ինչ կմտածեն, ամոթ չի։ Եվ համբուրում է։ Տեղն ու տեղն էլ մոռանում է վիշապի աղջկան։ Մի կես տարի այդպես ապրում է, հետո որոշում է պսակվել։ Մի սիրուն աղջիկ են ցույց տալիս, որ առնի։ Իսկ այն աղջկան, որ վիշապից փրկել էր իրեն, չի հիշում։ Նշանվում է նոր աղջկա հետ։ Հարսանիքի իրիկունը գյուղի հարսների հետ վիշապի աղջիկն էլ է գալիս հարսանքատուն։ Ոչ ոք չի իմանում, թե սա ինչ աղջիկ է, տղան էլ չի հիշում։ Գալիս է մտնում հարսնատուն, մի գունդ խմոր է առնում, 2 աղավնի սարքում, դնում գետնին, սրանք կենդանանում են։ Էգն ասում է Արուին. միտդ չի, որ մի գիշերում դաշտ վարեցի, ցորեն ցանեցի, ցորեն աղացի, բոքոն հաց թխեցի, որ տանես վիշապին տաս։ Արու աղավնին ասում է. միտս չի։ Էգը նորից է ասում. միտդ չի, հա, որ քո փոխարեն սարը հողին հավասարեցրի, դնեպրի ջրերը շուռ տվի, ափին ամբարներ կանգնեցրի, որ նավերը մոտենան, ցորենը ծախես վաճառականներին։ Արուն ասում է. միտս չի։ Էգը նորից է ասում. իսկ էն էլ միտդ չի, որ ես ու դու ոսկի նապաստակ էինք բռնում, բա դու ինձ ո՞նց մոռացար։ Մոռացա, ասում է Արուն։ Իսկ տղան լսում և մեկ էլ հանկարծ հիշում է այն աղջկան, որն իրեն այնքան օգնել էր, և իր նշանածին թողում է, նրա հետ պսակվում։ Հիմա էլ իրենց համար լավ առօգ ապրում են։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի YouTube ալիքին։ Կհանդիպենք։